Երջանկության բանաձևը ամեն ընտանիքում եւ շատ նման է, եւ շատ տարբեր, բայց միևնույն է հիմքում սերն է, ամենաներողը, հասկացողը, տուն կանչողն ու ջերմացնողը։ Նա ինչ անենք, որ լաց էր լինում, բա ոնց, ուզում են միշտ ուրախ լինել, հա? Չէ որ ամեն ինչ փոփոխական է, արկածներ են տեղի ունենում։ Թատրոնը դա մի վայր է, որը օգնում է մարդկանց հանդիսականին օգնել իրեն շուրջ տիրող քաոսից ազատագրվել։ Մի բարի մեջ երկու կոպիտ սխալ է արել։ Ուզեն ասել չես կարող։ Էդ ինչ բառ է որ։ Սովորական։ Բողք։ Ես սիրում եմ մասնակցության կամ կարեկցության թատրոն, երբ որ հանդիսատեսը գլխավոր դերակատարն է։ Տիկնիկների հետ աշխատանքը շատ հետաքրքիր է, որովհետև մարդուն դու կարող ես ասել այսպես, որ մարդը կենդանի օրգանիզմ է, տիկնիկը լրիվ հակառակն է, դու պիտի ստանաս։ Թատրոնն էլ դեմոկրատական վայր է, լույսերը որ հանգում են, բոլորը հավասարվում են։ Վայ, զարմանում եմ, թե Աստված կանանց ինչի է գլուխ տվել։ Երևի նրա համար, որ մեջը ադի-բուդի լցնեն։ Եթե ես չխաղամ, ես չեմ կարող վերապրել եւ հակառակը։ Թատրոնը դա մեր իրականության փոքր մոդելն է։ Այն թատրոնը, որ ես անում էի երեկ, ես այսօր չեմ կարող անել։ Ես շատ ուզում եմ, որ մարդիկ ապրեն արվեստով եւ արարեն իրենց կյանքը։ Ինչ մասնագիտություն էլ ուզում են ունենալ։ Դե գործի անցնենք աֆերի իմ տղաս։ Ինչով ենք պակաս։ Ինչով ենք պակաս։ Որ դուզն ասեմ։ Ինչով ենք պակաս։ Երջանկության իր շատ ուրույն բանաձևը կրող Էլբակյանների ընտանիքին է նվիրված մեր այսօրվա հանդիպումը եւ իմ հյուրերն են այսօր Արմեն Էլբակյան, Աննա Էլբակյան, Լիլի Էլբակյան, Հարություն Մովսիսյան։ Դե պիտի հիշենք ձեր առաջին հանդիպումը, ասեք կակաուն համով էր։ Չէ, համով չէր, որովհետև սերը բան էր եղել այսպես, սառել էր վերևում ու ոչ ոք չխմեց։ Բայց միայն այդ բաժակի մեջ։ Միայն այդ բաժակի մեջ։ Երկու բաժակ, երկուսն էլ սերը սառել էր, այսինքն ինքը ցույց տվեց հարաբերությունը։ Ինչով կվերջանա։ Բայց հետ գնանք։ Ես հո գիտեմ կակաոյի մասին, բայց պատմենք մի փոքր։ Այդ ոնց եղավ։ Պատմում այդ պատմությունը։ Դե ես շատ փոքր էի եւ Արմենը ինձ դաս էր տալիս։ Ստուդիայում։ Համարյա 10 տարով մեծ ինձանից, նու 9.5 կեսուրս կասեր, ես իրավունք չունեմ սխալվելու, ասելու 10 տարի։ Չէ, մաման չի սիրում սխալվել։ Ասում 9.5 տարով ամեն։ Հստակ։ 9.5 տարով մեծ էր ու դաս էր տալիս։ Կարճ ասած, ես գիրքը չէի բերել Ստանիսլավսկու եւ իսկ մինչ այդ հացավան ներկայացման փորձերն էին, Արմենը այնտեղ խաղում էր ու ես մտնում էի մասսայական տեսարաններում ու հորինել էի ինձ կենսագրություն եւ ամեն ինչ եւ Արմենը անընդհատ նայում էր ինձ ու ես տեսնում եմ իր աչքերը հավատարիմ կներես, հավատարիմ ամենագեղեցիկ աչքերը կյանքում ու անընդհատ շուռ էր գալիս ինձ էր նայում, ես էլ դրանց ավելի էի ոգևորվում ու այնպես ստացվեց, որ դասի ժամանակ ինքը ասեց դե պատասխանի այստեղ մի հատ նայ ես տողը գրքի մեջ, ես գիրքը չեմ բերել ու ասեց ես գիրք ունեմ, ասի, դուք ինձ կտակ ձեր գիրքը, ասեց, հենց այսօր, պաստորն ինքը ինձ ժամադրեցի Միասնիկյանի արձանի մոտ։ Միասնիկյանի արձանի մոտ։ Ստանիսլավսկու մատը խառն է մեր ամուսնու։ Ամեն դեպքում։ Եվ փորձից հետո երեկոյան ինքը եկավ, ես արդեն մեր փորձերից հետո կանգնած սպասում էի եւ 3 մետր ընկոմ արդեն բուրում էր իր բանի անուշ այդ բուրմունքը շատ էր արել երևի։ Օծանելիքի ուզմունքի։ Ճիշտ է։ Դե ժամադրության էր գնում ամեն։ Հետո ես մամային զանգեցի, ասեցի մամ, դες 17 տարեկան եմ։
Ասցի մամ, ես այսօր կուշանամ, որովհետև մեր դասախոսի հետ պետք է գնանք ինչ-որ տեղ, ես ասցի որտեղ են գնալու, այդ բաներն են, գիտեք ինչ հեռախոսներ, են որ կախված են, Մենք հիշում ենք դեռ։ 2 կոպեկաներ կա, Նրանք չկան, չէ՞ ոնց է։ Չկան այլևս։ վաղուց չկան, Մեր գրպանում են այդ հեռախոսները։ այսպիսիներն են, հետո կլինեն ուրիշները, կարճ ասած, ասցի ուր են գնալու, ասեց դե գնանք ռեստորան, ասցի ռեստորան, ես երբեք ռեստորան չեմ գնացել, դե այն ժամանակ աղջիկները տենց ռեստորան չեն գնում, մենակ են էլ դասախոսների հետ, ասցի չէ, ասեց կաֆե, ասեցի կաֆե պիտի գնանք, դասերի հետ կապված ինչ-որ բաներ կա, ու գնացինք հեքիաթ կաֆե, ու ասեց իսկ ինչ կուտես, ասեցի ես կակաո կխմեմ, բայց կակաո չէի սիրում, ահա որ դու չգիտեի այդտեղ ինչ կարելի է պատվիրել։ Թումանյանի վրա, չէ։ Հա, 2 կակաո Այսինքն պատվիրեցի։ հեքիաթը դրանից սկսվեց։ Ստանիսլավսկին, հեքիաթը, կակաոն, ու ոտքերը սկսեցին ահա որ սառել։ Սառեցին ոտքերը, սառեց կակաոն, սերով պատված եւ 4 աչք, 2 այն կողմից, 2 այս կողմից ու իր աչքերը։ ու ձեր աչքերը։ Այն ժամանակ ես նիհար էի եւ աչքերս ավելի բան էին, մեծ էին երևում եւ սենց ավելի ներքև էր էլի։ Հա, ես հիմա չաղացա բան սենց ինչ-որ կարքին մարդու նմանվեցի։ Այդ դրամարտը պիտի մի Աչքերի ձևը փոխվեց։ Դրա Սա համար քանի տարի առաջ է։ դա 1900 անցյալ դարում էր 1900 կարևոր 1800 Բայց մի լավ պատմություն էլ կա հենց աչքերի մասին, որը տատիկն է հենց հիշում, որ մաման պատմել է, որ սիրահարվել է պապային, որովհետև երբ որ ձյուն է եկել, իր թարթիչները կախ են եղել ու ձյունը նստել է այդ թարթիչներին ու ինքը տեսել է այդ սպիտակ ձնե թարթիչներ ու սիրահարվել է այդ տատիկի պատմածը։ Այսինքն ինչ չի սիրահարվել, Ժողովուրդ ջան, թարթիչների։ Բայց հիմա այդ թարթիչները դու ես գրում ու ակնհայտ է, որ այդ աչքերը քոնն են։ Ու սերնդեսերունդ Ու այդպես փոխանցվում են։ Հիմա դուք իմանաս ո՞րն է իրենց գաղտնիքը։ Չգիտեմ։ Մեր գաղտնիքը։ Դու ես մեր գաղտնիքը։ Իրանք իրար շատ են սիրում։ Չէ, ես չեմ։ Իրանք իրար շատ են սիրում, չգիտեմ, բայց գաղտնիքը երևի փոխարգանքը ու երկուսն էլ շատ հոգատար են իրար հանդեպ։ Դեսերն է էլի։ Դու մտածել Գիտեք ինչ, ես ուզում եմ մի հատ ուրիշ բաներ ասեմ, սերը դա բոլորն էլ կասեն, հիմա որ փողոցով ով էլ անցնի, կասի սերն է էլի գաղտնիքը, ուրիշ գաղտնիքներ էլ կան։ Հիմա ասենք մարդիկ կան իրար հետ ամուսնանում են, իրանք իրար մշակույթով չեն բռնում։ Տարբեր մշակույթներից են իրանք դուրս եկել։ Եվ այդ մշակույթների տարբերությունը վերջում կրիզիսի է հասցնում։ Նիտեղ Իսկ երբ որ մշակույթը ընդհանուր է, դաստիարակությունը, ընտանեկան դրվածքը, տղամարդու վերաբերմունքը կնոջ հանդեպ եւ հակառակը, եւ այդ երկու երիտասարդը այդ մշակույթի, նույն մշակույթից են դուրս գալիս, որտեղ սկսվում է ջազմենների լեզվով ասած ջեմսեյշն, որը արդեն փաստորեն թվականից այսինքն տանգոն երկուսով է բարում, երկուսով են պարում 45 տարի ժողովուրդ միասին Պարոն Մովսիսյան, այս ամեն ինչը ձեր աչքերի առջև է տեղի ունեցել, այս սերը, այս ընտանիքը ծնվել է ձեր աչքերի առջև Եվ դա իմ համար երջանկություն է, որովհետև նրանք երկուսն էլ հիանալի մարդիկ են, ես նրանց սիրում եմ շատ։ Եւ երբեմն թատրոնում լինում անես պահ, որ հոգնում ես, մի տեսակն ես, դու քո մեջ ինչ որ բան ես, տարօրինակ ինչ-որ վիճակի մեջ, որ ես տեսնում եմ իրաց մի անգամից, ոնց որ ուղերս հոգիս դրում մի անգամից սմապրել։ Շատ եմ սիրում, շատ իմ հարազատներն են ու աշխատել ենք իրար հետ ահագին շատ, լավ ներկայացումներ ենք խաղացել։ Հարուր ջան, մենք էլ որ քեզ տեսնում ենք լուսավորում ենք, սիրելի։ Տիկին Էլբակյանը ձեր մասին մի անգամ ասել է
Ինքը առաքինի մարդ է, ինքը երբեք իր խոսքի վրայից չի անցնի, ինքը առաքինի մարդ է ու ես շնորհակալ եմ, որ ինքը այդպիսին է։ Ոչ միայն իմ հանդեպ, ոչ միայն երեխաների, նաև մարդկանց, ինքը լավ քաղաքացի է, լավ մասնագետ, ինքը լավ մարդ է։ Էլբակյանների գերդաստանում կյանքն առանց թատրոն չեն պատկերացնում, սերնդեսերունդ փոխանցում են իրենց թատերական հմտությունները և փորձում ներկայացումներով կյանքն ավելի գունեղ և լուսավոր դարձնել։ Մի մարդու շնորհիվ Էլբակյան ազգանունը կապվեց թատերարվեստի հետ։ Թբիլիսիում ծնված Էդգար Էլբակյանը մի օր հայտնվեց Երևանի թատերական ինստիտուտում։ Այնտեղից էլ պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ տարիներ անց միացավ Մայր թատրոնի խմբին։ Հրաշալի մարմնավորում էր իրեն վստահված բոլոր կերպարները, բեմական խոսքի փայլուն վարպետ էր։ Թատրոնին զուգահեռ խաղում էր նաև կինոյում և հեռուստաներկայացումներում։ Նրան կոչում էին խարակտերային ճկուն դերասան։ Դերասան հոր տաղանդն ու թատերական հակումները Արմեն Էլբակյանին չփոխանցվել ուղղակի չէին կարող։ Որքան էլ բժշկի խորհրդով տղային թատրոնից հեռու պահեցին, միևնույնն է, գեներն ավելի ուժեղ գտնվեցին։ Վիրաբույժի ձեռքեր ունեցող և ֆուտբոլիստ դառնալու մասին երազող տղան թատերական ինստիտուտ ընդունվեց և հոր հետ նույն բեմում խաղալու և ծափերը վայելելու երջանկությունն ունեցավ։ Շուրջ 50 տարի թատրոնում է, բազմաթիվ դերեր է կերտել, ներկայացումներ բեմադրել, իր հույզերն ու ապրումները մարդկանց փոխանցել թատրոնի միջոցով։ Թատրոնում էլ հանդիպես դերասանուհի ռեժիսոր Աննային, որի հետ կապեց ողջ կյանքը։ Աննան ևս որոշեց իր կյանքը նվիրել թատրոնին։ Դերասանուհին խաղացել է նաև ֆիլմերում և հեռուստաթատրոնում, մետրո և համազգային թատրոններում, Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում, Մայր թատրոնում, իսկ 2000 թվականից Երևանի Խամաճիկների պետական թատրոնի գլխավոր ռեժիսորն է։ Նորարարություններ և փորձարկումներ շատ է սիրում։ Էդգար Էլբակյան կրտսերը այս թատերական ընտանիքի 3-րդ սերնդի ներկայացուցիչն էր։ Նա աշխարհին նայում էր երազողի աչքերով և փորձում այն ավելի լավը դարձնել։ Պոետ, դերասան, ռեժիսոր, որը կարճ ապրեց, բայց հասցրեց ժառանգություն թողնել։ Մեկ պիես, բազմաթիվ պատմվածքներ և բանաստեղծություններ, 30-ից ավելի երգեր։ Նա երիտասարդ է, համարձակ և ստեղծագործ։ Երեխա ժամանակ Լիլիին թվում էր, որ այլ մասնագիտություններ չկան, միայն թատրոնն է և դրան առնչվող մասնագիտությունները։ Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին ընդունվեց։ Սովորելուն զուգահեռ տարբեր ներկայացումներում խաղաց։ Այսօր ավելի շատ բեմադրում է։ Հավատում է հեքիաթներին, ինքն էլ է հեքիաթ գրում և բեմադրում։ Թատրոնի հիմքում մարդն է, իր հույզերով ու ապրումներով, իսկ ընտանիքի հիմքն ու ճիշտ մոդելը Էլբակյանները դեռ շարունակում են ստեղծել, սահմանելով կարևոր արժեքներ ու սկզբունքներ։ Ձեր ծնողները կարծես այդքան էլ չէին ուզում, որ դուք դերասան դառնաք, բայց կարծես Լիլիի հանդեպ դուք ավելի այսպես մեծահոգի գտնվեցիք։ Թող ինքը ասում։ Չէր ուզում, ասեց դու ռեժիսուրա, այդպես էլ արեցի։ Բայց էլի թատրոն էր։ Հա, էլի թատրոն էր։ Ասեց ոչ։ Նախադասության կեսն ես ասում։ Ասել եմ դու ռեժիսուրա։ Հետո կխաղաս։ Դերասանի վարպետությունն են սովորեցնում։ Բայց չասեց գնա բժիշկ դարձիր, չէ՞։ Ավելի մեծ հնարավորություն տվեցի։ Բայց ես բժիշկ չէի կարող դառնալ։ Ուրիշ ոչինչ չէի կարող դառնալ։ Դե գիտեիր միայն մի մասնագիտություն էլ կա հաստատ։ Ինձ ուրիշ ոչինչ չէր հետաքրքրում։ Ես ասեմ, ընդհանրապես ես որպես օրենք հայրիկս չէր ուզում, որ ես դերասան դառնամ, ինքը շատ ուզում էր ես բժիշկ դառնամ։ Ինչ-որ բժշկական բաներ ընդունակություններ ունեի, հետո մորական կողմս բոլորը բժիշկներ էին, պապս, քեռիս, մայրս էլ բժշկականում էր սովորել, հետո 4-րդ կուրսից թողել էր բժշկական ինստիտուտը, որովհետև որ սկսել էին տանել բան, այդ մորգ, այդ հոտերին չէր դիմացել, թողել էր գնացել ընդունվել ինյաս, այսինքն օտար լեզուների բաժին, այն ժամանակ դա կոչվում էր ինյաս։ Հա, եւ այսինքն իմ ճակատագիրը արդեն պատրաստ էր, ես պիտի բժիշկ դառնայի։ Բայց ես թաքուն ընդունվեցի թատերական ինստիտուտ։ Եվ այդ օրվանից ես հետո որ ընդունվեցի, հետո հայրիկս իմացավ, շատ նեղացավ, մոտ մի քանի ամիս, 4-5 ամիս հետ չէր խոսում։ Վերջը հետո երբ որ ուզեցի բանակից որ վերադարձա, սա հետաքրքիր պատմություն է։ Բանակից որ վերադարձա, արդեն դեռ աշխատում էի Սունդուկյանի թատրոնում, գնացի մի տարով բանակից վերադարձա, ասի չեմ ուզում թատրոնում աշխատեմ։ Գնում եմ ընդունվել
բժշկական։ Հետաքրքիր չի, չեմ ուզում թատրոնում աշխատել։ Հետաքրքիր չէր ինձ։ Հայրիկս ասեց հիմարություն մի արա։ Ու պատմեց մի շատ հետաքրքիր պատմություն։ Ասեց շատ հոգնել էի թատրոնից, այն ժամանակ պատանի հանդիսատեսում էր աշխատում, հոգնել էի թատրոնից, շատ տխուր էի, էլ չէի ուզում թատրոնում աշխատել։ Ու հանկարծ փողոցում հանդիպեցի Մեծն Հրաչյա Ներսիսյանին, որը ծանոթ էին, գիտես, դերասաններ են, իրար ճանաչում են։ Հրաչյա Ներսիսյանը Էդգարին ասում է, Էդգար, ինչ որ տխուր ես, ինչ ա եղել։ Չես տխուր։ Հոգնել եմ, չեմ ուզում էլ թատրոնում աշխատեմ։ Ներսիսյանը նայում ասում է, գիտես ինչ, Էդգար, ես ամեն օր ուզում եմ թատրոնից դուրս գալ, բայց ամեն օր վերադառնում եմ թատրոն։ Շատ հետաքրքիր բան է, այն իմաստով, որ այո, թատրոնը աշխարհի ամենակենդանի արվեստն է։ Բոլոր արվեստները կմեռնեն բացի թատրոնից, որովհետև ինքը կենդանի շփման մեջ է մտնում հանդիսատեսի հետ, որովհետև ինքը այն ինչ որ թատրոնում կատարվում է հենց հիմա։ Անկախ նրանից թե ինչ տարածության ու ժամանակի մեջ է դա կատարվում, հենց հիմա մեզ հետ երկնքի ու երկրի միջև։ Եվ հենց դրանով էլ ինքը անմահ է, որտեղ կենդանի շփման մեջ է մտնում հանդիսատեսի հետ։ Եթե իհարկե ես լավ թատրոնի մասին եմ ասում, որովհետև կան մահացած թատրոններ, որովհետև ինքը իր համար է, հանդիսատեսը իր է։ Դրանք տարբեր բաներ են։ Բայց դրանից հետո ես իհարկե հասկացա, որ այո, քանի որ թատրոնը այս աշխարհի փոքր մոդելն է, ինչպես ես ասում եմ, ինքը դրա համար էլ բոլորը վերադառնում են թատրոն, ասենք ես ընկերներ ունեի, ասում են մենք թատրոն չենք սիրում, բայց իրանք տեղով մեկ թատրոն էին, էլ ու թատրոն սիրեին։ Եվ սկզբունքորեն ես որոշում կայացրեցի, որ երեխաները ծաղիկի նման մի բան են, նրանց պիտի միայն ջրես, իսկ արգելել մանավանդ երբ որ ունեն ցանկություններ եւ երազանքներ, ոչ թե ունեն ինչ-որ հանցագործ մտքեր, չի կարելի։ Լիլի, բայց ես շատ լավ եմ դա հասկանում, բայց այդ պահը, երբ դու Էդգար Էլբակյանի թորնուհին ես, Արմեն Էլբակյանի եւ Աննա Էլբակյանի դուստրը, բայց ի վերջո դառնում ես առանձին անուն։ Այս ճանապարհը քո։ Սկզբում շատ բարդ էր։ Ես էլ եմ դա անցել։ Բոլոր հայտնի մարդկանց երեխաները այս խնդիրը ունեն։ Սկզբում բարդ է, մանավանդ 13 տարեկանից հետո ինքնահաստատման տարիքում, որովհետև անդադ համեմատություն կա, համ հայրիկի հետ, հետո մայրիկի ինստիտուտում անընդհատ ասում էին, դե Էլբակյանների աղջիկն ես պիտի անվճար ընդունվես, բայց ես մի տարի պարապել էի շատ տանջվելով։ Հետո թատրոնում այսքան դատս խնդիրը կա, դե աղջիկն դրա համար է խաղում, դե աղջիկն ու ոչ մեկը չի մտածում, որ այդ աղջիկը շատ ավելի շատ է աշխատում, որովհետև այդ հանդայտությունը անընդհատ լսում է։ Որ պիտի այդ պատասխանատվությունը պիտի կրես եւ պիտի ինչ որ բան ապացուցես նախ քեզ, հետո ծնողներիդ, հետո բոլորին, հետո երեխաներիդ, հետո էլի քեզ, բայց հիմա այս տարիքում անցել է արդեն։ Մի քիչ երբ որ արդեն ես հասկացել եմ, որ դե հիմա մեկը համեմատելու են, միևնույնը համեմատելու են, արդեն սենց հանգիստ եմ վերաբերվում։ Բայց դրա մեջ շատ լավ նյուանս կա, արդեն հայտնի դերասան է, եթե կարելի է այդպես ասել, անընդհատ որ խաղում ես, այ ընկերը իմ հասակակիցների մասին շատ լավ է խաղում, շատ լավ, այնիչ հարութը հիանալի բան է, բայց դու հերդ ավելի լավ դերասանակարգ է, դու ես շատ ուրախանում էի, բայց մի օր ստեղս ասա, ու ասեցի, բայց այդ իմ ընկերներին էլ հորս հետ համեմատեք, էլի մենակից։ Մեկ էլի իսկապես։ Տիկին Էլբակյան, դուք հաճախ եք ասում, որ դուք միշտ հոսանքին հակառակ եք գնում։ Եվ դա
Հոսանքին հակառակ չգնար ինձ հետ կամուսնանար։ Ձեր ուրիշ պատմություն էր։ Ձեր են սերներ, են Ստանիսլավսկին ու Բայց այնտեղ մայրիկ կար, հայրիկ, եղբայրներ, քույրիկ հակառակ գնաց։ Հիմա, չէ, այդ զգաց ես էլ այսինքն ձեր կենսագրությանը ծանոթանալով այդ զգացողությունը անդադ կար, այդ կարմիր թելով գնում է այդ հոսանքին հակառակ։ Առանց դրա հիմա բոլորը ուզում են իրար նման լինել կամ համենայն դեպս այդպես է ստացվում։ Ես միշտ մտածել եմ, որ պիտի անեսեն ինչ որ քո հոգին է ուզում։ Իհարկե չանցնելով ոչ ոքի վրայով եւ չվնասելով, բայց սրտին լսելը շատ կարեւոր է եւ երբեմն պիտի նույնիսկ ստվերում լինես, դա էլ է հոսանքին հակառակ գնալը։ Հիմա տենդենս կա, որ բոլորը ուզում են շատ ձայներ, շատ լայքեր, չգիտեմ ինչեր, ու վաղուց այդ տենդենսը բարձա։ Եվ ես երբ որ տանը կարդում եմ ինչ որ բաներով զբաղվում եմ առանց երևալու, ասում եմ երևի ինձ բոլորը մոռացել են, իսկ հետո իմ հոգին ասում է չէ դու դեռ կանեսեն ինչ որ ուզում ես անել, որտեվ ես միշտ այդպես եմ եղել, Սունդուկյան ահռելի թատրոն, մինչև հիմա ձայնս բարակ ու փոքր, ես բարակ այն ժամանակ ու երևի չէի երևում այդ բեմի վրա, բայց կար մի սիրտ ու մի հոգի, ոչ թե ուզում եմ ինձ գովել, բոլոր ունեն այդ սիրտն ու հոգին, ու բոլորը պիտի իմանան, որ իրենք պիտի անեն այն ինչ որ իրենց հոգին է թելադրում, որովհետև հոգին քո սիրտը, ինքը փոքր ժամանակվանից, ինքը գիտի, որ դու մի բանի համար ես ծնվել, դու հենց այնպես չես ծնվել, ու ոչ թե որ բոլորին հաղթես, հիմա մրցում են բեմի վրա բոլորը իրար հետ նույն ձայնի առումով ով ավելի հաստ ու մեծ ձայն կհանի։ Ինձ մոտ երբեք այդ չի եղել եւ ես հասկացել եմ, որ ես ուղղակի այսպեսին եմ ու պետք չի մրցել։ Պետք է անել են ինչ որ դու զգում ես, որ ինչի համար դու ծնվել ես ու կոչված ես։ Այդ ամենամեծ ոչ թե ես չեմ ասում ես ինչերի, ես ոչ մի բանի էլ չեմ հասել, ես զրո եմ, բայց այդ զրոյի մեջ կա մի սիրտ, որը շատ սիրում է հանդիսատեսին մարդկանց, որը սիրում է բեմից հոգուց հոգի խոսել, աչքից աչք, որը ուզում է զգա այդ սերը նաև, որովհետև մենակ էտա քեզ կառուցում, ոնց որ Արմենը ասեց, եւ իմ մայրիկը ուներ այդ դաստիարակության այդ մեթոդը ինքը հոգեբան էր հայտնի։ Մենք 4 երեխա ենք եւ ինքը միշտ ասում էր պետք է նայել թե երեխան ուրա գնում, ինչ է ինքը ուզում, որովհետև ինքը երբեք իրան երեխան չի կեղծում։ Ինքը կարող է տարբեր բաների միջով անցնի, բայց պիտի թույլ տաս, ոչ թե ծռես երեխային, պիտի թույլ տաս, որ ինքը իր մասին հայտնի թե ինքը ինչ ծիլ է։ Դա կաղնու ծիլն է, դա ուրիշ ինչ որ ծաղիկի ծիլ է, պիտի տեսնես այդ ծիլը։ Ու ես մինչև հիմա այդպես եմ ապրում։ Ու ձեզ մոռանալ ուղղակի անհնար է։ Մոռանում եմ։ Ինչպես են աշխատում իրար հետ։ Մի անգամ պարոն Էլբակյանը ասեց Լիլիի հետ որ աշխատում եմ, ինձ թվում է ինձ հետ եմ աշխատում, բայց դուք կողքից որ նայում եք։ Ինչպես են իրար հետ աշխատում։ Նրանք մարդիկ են, որոնք հնարովի չեն խոսում։ Նա խոսում են ինչ որ իր սիրտը, տեսեք ինչպես պատմեց Աննան։ Նա պատմեց եւ ես կինոյի պես տեսա ինչ որ պատմում էր ինքը։ Բնական հումոր շատ կարեւոր բան է, որ Արմենի մոտ բոլորի մոտ Աննայի եւ այս ամեն ինչը բերում է նաեւ իր գենից, որտեղից որ ինքը գալիս է։ Դա կարևոր բաներ են։ Դες ասես բժշկական, չէ բժշկական հետո գնաց եկա տեսավա, այսինքն որոնումների մեջ, հիմա Արմեն հիմա էլ որոնումների մեջ է։ Անընդհատ տեսնի, որ ժամանակի հետ ինչ է կատարվում, այս ինչ է կատարվում աշխարհում։ Ուղղակի կարելի է սարսափել։ Բայց նորից իր այդ հավասարակշռությունը Աննան իրանք իրար հետ իրար մոտ իրար կողք ես անընդհատ հետևում եմ ինչ պետք է լինի որ մեկ տելում եմ Արմենը ինչ որ գնաց ես զգացի որ նեղված ինչ որ բան է կատարվում հետը չեմ հարցնում ինչի համար է թատրոնի ղեկավարը բեմադրություններ է անում սարսափելի դժվարին գործ է դա սարսափելի դժվարին եւ դա կամենում եմ ես միշտ եկեղեցի եմ գրում ասում եմ իրանց համար միշտ որ ամեն ինչ լավ լինի որովհետեւ Արմենի պես Աննայի պես նուրբ մարդիկ են
Արի, բայց դու ինչ մաքուր մարդ ես, այդպես է մաքուր մնացի։ Այդպես է, ինչ անեմ չեմ կարող, դու մաքուր չես։ Բայց որ դա ապրեցնում է մարդկանց, երբ որ մարդիկ մաքուր են, նախանց չեն, ուրիշի լավը կարողանում են տեսնել, այդ մարդիկ տեսնել, մարդիկ շատ մեծ մարդիկ են ու շատ երկար են ապրում, երկար են ապրում։ Ինչ վերաբերվում է, թե ինչպես ենք իրար հետ աշխատում, շատ դժվար, որովհետև տանն էլ ենք աշխատում։ Անընդհատ եք աշխատում։ Որովհետև հաց ուտելուց էլ ենք աշխատում։ այդ հայրիկս էր միշտ ասում, ասում է Զավեն Տատենցյանից տան դուռը որ բացվում է, հերթով ռեժիսորներ են դուք գալիս, ինքը Օլգա Մելիք-Վրտանեսյանը, աղջիկը, տղան, հիմա մերն է։ Դուռը որ բացվում է մեր տան, ռեժիսորներ, դերասաններ անդադ դուրս են գալիս, մտնում են։ Չէ, մենք տանը արվեստից քիչ ենք խոսում։ Մենք արվեստից համարյա չենք խոսում տանը, որտեղ ուրիշ խոսելու բաներ շատ ունենք, բայց տանը աշխատում ենք։ Այսինքն ստեղ գիտեք ինչ ունա, դժվար է, որովհետև կան դերասաններ, որ ի վերջո չնայած դերասանի աշխատանքը կատարողական չի, բայց կատարող դերասաններ շատ կան, որոնք կատարում են իրենց դերերը։ Ստեղ մենք գործում ենք անհատականությունների հետ, որոնք ամեն մեկը իր տեսիլքն ունի եւ իր վերաբերմունքը այս աշխարհում կատարվող երևույթների մասին։ Եվ որպեսզի այդ ներկայացումը, որտեղ մենք միասին աշխատում ենք, բերենք մի ընդհանուր գաղափարի, թե ինչ ենք ուզում փոխանցել հանդիսատեսին, մենք երկար պիտի իրար հետ պայմանավորվենք, թե որն է առաջնային այս խնդիրներից, ու այդտեղ արդեն շերտեր են սկսվում, որտեղ սկսվում են վեճեր, կռիվներ։ Եվ տանկանայք ժպտում են հիմա։ Ինչ են ասում, այդ ժպտում են։ Երբեմն իրենք են հաղթում, երբեմն ես։ Չէ, մենք արդեն ձևը գտել ենք։ Ամեն մեկը իր գործն է անում։ Չէ, եւ հետո երբ որ ինչ-որ առաջարկություն կա, մեր գործի վերաբերյալ առաջի բանը, որ Արմեն ասում է, չէ, ոչ մի դեպքում։ Այդ նշանակում է, որ անպայման դա կլինի։ Լիլին մի անգամ պատմում էր, ասում էր, ես սիրում էի, որ դպրոցից մաման էր գալիս ինձ տանելու, որ բոլորը տեսնեն, թե իմ մաման ինչ սիրուն է։ Ես հակված եմ միշտ մտածելու, որ տան տրամադրությունը միշտ մամայից է գալիս։ Մամայից ամեն ինչ է գալիս, եթե մաման վատ է, բոլորս վատ ենք, եթե լավ է, բոլորս լավ ենք ու իրոք այդպես է, ինքը կարողանում է այդ ամբողջը պահի ու մոտ էլ ապրում ենք իրար, մի շենք տարբերությամբ, այնպես որ իմ առավոտը սկսում է մամայով ու վերջանում է պապայով, անընդհատ ես չեմ զգում, որ առանձնացել եմ կամ բան, ինքը իմ ամեն ինչն է ու հետաքրքիր է, որ ժամանակ կար, որ ուզում էի մեծանայի և ուզում էի մերժեի, այսինքն չլինեին իրանք, ես լինեի առանձին, ես իմ տունը, չգիտեմ ինչ, իսկ հետո ամուսնանալուց հետո լրիվ փոխվեց, ուզում էի փոքրանայի ու նորից գնայի, այնտեղ որտեղից փախել։ Տիկին Ալբակյան, մի անգամ մի բան ասեցիք, որը ասացիք, ես հիմա խնամում եմ նրա մորը, նկատի ունենալով պարոն Ալբակյանի մորը, եւ ասացիք, որ դա ինձ համար մեծագույն պատիվ է։ Ես մտածում եմ, որ գիտեք ինչ, այնպես չի, որ ես ինքս ինձանով ինչ-որ շատ բարի կամ կատարյալ կամ շատ հեզ, խոնար, հա ինչ-որ լավ բաներ գուցե մի քիչ ունեցել եմ, գուցե, բայց ես մտածում եմ, որ ամենակարևորը, որ մարդը ամեն օր անի որոշում իր համար, որոշում կայացնի, որովհետև միշտ երկու բան կա, երկու միտք կա, չգիտեմ, գուցե ինձ մոտ ամենակ այդպես, չանել ինչ-որ բան և անել քեզ համար, և երկրորդը ի վնաս քեզ, որովհետև դա ջանք է պահանջում, գին ունի, ժամանակային և այլն,
ինչ որ բաներ զոհաբերես եւ անես դիմացինի համար։ Դա կլինի ընկերություն, դա կլինի ուղակի ծանոթ մարդ, դա կլինի փողոցում մի մարդ, որ քեզ ինչ որ բան խնդրել է, իսկ մանավանդ եթե դա կապված է Արմենի հետ, որին ես մտածում եմ, որ ես ինձ դաստիարակում եմ ամեն օր, որպեսզի կարողանամ իրան վերադարձնել, իրոք ինքը շատ առաքինի է, այն ամենը ինչ որ ինքը անկախ իրանից, ինձ թվում է ինքը 1000 անգամ ինձանից լավ մարդ է, այն ինչ որ ինքը անում է, դա շատ բնական է։ Հավատամ, այո։ Չէ, իրոք, իսկ ես ամեն օր որոշում եմ կայացնում, որ իրան անեմ, ոնց որ իրան փոխադարձ կարողանամ գոնե մի քիչ անեմ այն ինչ որ ես հասկանում եմ, որ համարում եմ, որ դա ճիշտ է։ Եվ իր մայրը կա, եւ երբ որ իմ մայրը արդեն գնում էր, ես տեսա հերվում Արմենի մաման դեռ քայլում էր։ Հիմա ինքը վաղուց արդեն շատ երկար ժամանակ կանգնված է անկողնում, բայց միտքը ամեն ինչը պայծառ, հոգին, երեխայի նման, շատ պայծառ։ Եվ ես տեսա հերվում ինքը գալիս էր ինձ համար ամենածանր օրն էր իմ մամայի ուղարկավորության այդ ժամերն էր եւ ես տեսա Արմենի մամային ես մտածեցի որ եթե հանկարծ քեզ ինչ որ բան պատահի դու վեր ես կացել ինքը արդեն մեծահասակ էր ու եկել ես որ այսօր իմ կողքին լինես ես քեզ համար կանեմ ավելին քանի մամայի համար եմ արել Եվ արեց, եւ անում է, եւ ես շատ շնորհակալ եմ, շատ։ Մարտին։ Մի անգամ հարցրեցի Լիլին ում է նման, ձեզ է նման, շատ կտրուկ ասացիք ոչ, ինքը նման է իր պապային, տատիկին, մեկ էլ պապիկին։ Լավ, ես ասեմ Լիլին, ասեց ես իմ կյանքի մի մասը ապրեցի պապայից նման, հիմա մյուս մասը ապրում եմ քո նման։ Բայց վերջում մաման է միևնույն է։ Բայց ամենալավ ասել է մեր ջաջ Գրիշը Սունդուկյան թատրոնում ջազ Գրիշին ոնց բացատրեմ Լուսավորողը որը տարիներ աշխատել է Սունդուկյան թատրոնում եւ տեսել է բոլորին մի օր խաղում եմ բեմում մեկ էլ վազելով եկավ ու խաղում եմ աղջիկա դեր էլի մեկ էլ եկավ սենց արեց դու լրիվ պապիկը տես լրիվ ես պապիկից ոչ տեսել եմ Էդվարդ Պերցերում եք նման ավելի Իմ տղան շատ նման էր ինձ, բայց քանի որ իր հայրը իր համար ու դա հրաշալի է, հայկական ժողովրդական բառով ասեմ, հեղինակ ավտորիտետ էր, հեղինակություն է։ Ինչ որ մեկի համար դու հեղինակություն լինես, թե չէ, գոնե շարժու ձևը, խոսելը, երբ ամեն ինչը ինքը փորձում էր հորը նմանվել։ Այստեղ կային կադրեր, որտեղ մենք խաղում ենք քույր եւ եղբայր։ Որտեղ ես Սարոյանի մի գավաթ բարություն ներկայացումներ։ Սոս Սարգսյանն էր բեմադրել, որտեղ մեր տարբերությունը ընդամենը 17.5 տարի էր։ 18 9.5, 17.5 Բոլորը կեսերով է մեր։ Բոլորը կեսերով է։ Պարոն Էլբակյանը ձեր մասին ասել է մի անգամ, շատ եմ սիրել։ Ինքը հրաշալի մի թռչուն է, որը միշտ սավառնում է դեպի երկինք ու փորձում է թռիչքը դարձնել ազնիվ ու հեշտացնել բոլորի համար։ Արմեն Էլբակյան երևույթը իր ընտանիքով հանդերձ, դա թատրոն ընտանիք է։ Պատկերացրեք, 3 ռեժիսոր, 3 դերասան, մի ընտանիքում, եթե անգամ այլ թատրոններ չլինեն, իրենք արդեն թատրոն են եւ կարող են բեմադրել ներկայացումներ եւ հրաշալի ներկայացումներ։ Ինձ համար, օրինակ, Աննա Էլբակյանը ժամանակակից լավագույն կին դերասանուհիներից մեկն է։ Եվ ռեժիսոր Լիլի Էլբակյանը, նույնպես եւ դերասանուհի եւ որպես ռեժիսոր։ Ես թվեցի 3-ի անունը, որոնք թատրոն ընտանիք են։ Պատկերացրեք քարյակն ինչ կլիներ։ Պատկերացրեք մի պատանի, որ տակավին պատանի արդեն հասուն բանաստեղծ էր։
տակավին պատանի արդեն հասուն երաժիշտ էր, կոմպոզիտոր էր։ Եվ այդ արհավիրքը մեզ զրկեց այդ հաճույքից եւ այդ քարյակը պատկերացրեք ինչ ընտանիք կլիներ, ինչպեսին կլիներ։ Ամենասովորական, ասեի հայկական ժամանակակից ընտանիք, որի անդամները արվեստագետներ են, որովհետև նրանց որևէ դրսևորում սահման չունի։ Այսինքն սահմանով չի վերջանում ասելիքը, սահմանով չի վերջանում անելիքը, ու սահմանով չի վերջանում միմյանց նկատմամբ սերն ու հարգանքը։ Ինչպիսի վերաբերմունք ունեն իրանք ամուսիններով միմյանց նկատմամբ, դա կարծում եմ ուսուցանելի կարող լինի եւ մատնացույցի առարկա կարող լինի շատ շատերի համար։ Իրաց ընտանիքի աղջիկը դա սերն է, որ այդ սերը միաբանությունը որ ստեղծում է արվեստ, որտեղ ես համոզված եմ մարդկային հարաբերությունները դրանք են մեծ արվեստ պարունակում, ինչպես սրբել, ինչպես գնահատել, ինչպես սիրել, փայփայել ընտանիքը կողքինի դիմացինիդ, դա էլ է մեծ արվեստ։ Ես ուզում եմ խոսել Արմեն Էլբակյանի արմատներից, որովհետև առանց այդ արմատների հնարավոր չէ պատկերացնել մարդու կենսագրությունը։ Ես ուզում եմ խոսել Էդգար Էլբակյանի մասին։ Իմ կարծիքով հայ թատրոնի մեծագույն դերասաններից մեկի մասին, որ այն ժամանակվա Սունդուկյանի անվան թատրոնում կարիֆեյների մեջ ինքը կարիֆեյներից մեկն էր։ Էդգար Էլբակյանի պլաստիկան, ձայնի պլաստիկան, հոգու պլաստիկան, այդպիսի դերասաններ շատ քիչ են լինում։ Արմենը փողոցով քայլումը ուրիշ բանի մասին չի կարող մտածել, որովհետև թատրոնը իր ապրելու ձևն է։ Ես այդպես եմ կարծում։ Մի անգամ Աննայի հետ խաղում էին սարոյանական մոտիվներով Արմենի ստեղծած մի հատ թատերգություն, ինքը Ջոն էր։ Ճաշելու գնացինք, աղագինի ուշեր։ Գիտեք ինչ էր տպավորությունս։ Մի պահ ուզեցի շրջվել ու Արմենին ասել, Արմեն, գնանք տեսնենք այն Ջոն ինչ է եղավ այնտեղ։ Ջոն Արմենն էր խաղում, բայց Ջոն էր, ոչ թե Արմենը։ Շատ զարմանալի է։ Ինչպես են կերպարի մեջ մտնում, ես օրինակ Մուսալերան 40 օրվա մեջ, եթե դուք Աննայի դերակատարությունը հիշում եք, ես չճանաչեցի, որը կասեցի, պրեմիերայի ժամանակ էր, բայց չեք պատկերացնի, որովհետև կարծում եմ դերասանի գործի դժվարությունը նրանում է, որ կյանքի ճանաչողությունը այնքան շատ է իրանց մեջ, որ կարողանում են իրենց գաղափարից դուրս գալ եւ մեկ ուրիշ հոգեվոր մի բան դնել այդ գաղափարի մեջ եւ ոչ միայն դնել, այլ դրա դրական կողմերը ցուցադրել։ Ինձ բախտ վիճակվեց աշխատել իր հետ։ Ստացա առաջարկություն գրել երաժշտություն Մուսադարան 40 օրը ներկայացման համար։ Կարող եմ ասել, որ մենակ մեծ բավականություններ աշխատել Արմեն Էլբակյանի հետ, որովհետեւ այն մտահոգությունները երաժշտական կտորների մասին եւ ընդհանրապես ներկայացման սյուժետի համահորժինելու գործում նախադեպ բաներ, որ մենք կարող ենք տենց այդ տիպի սահուն աշխատեինք եւ հասկանայինք մեկս մյուսին։ Երկրորդ առաջարկը ստացվեց դրիչ կկվի բնի վրայով ներկայացման նորից նույն աչքով գերազգությամբ աշխատեցինք Էլբակյանի հետ։ Վերջերս մի անգամ տենց ուղղակի առիթ էր, որ սեղանի շուրջ էինք թորների հետ, իմիջիայլոց հրաշալի թորներ ունեն եւ ինչպես էին իրանք թորներին վերաբերվում, դա կարծում եմ մի հատ նոր սկիզբ է, մի հատ նոր սկիզբ է շարունակության համար։ Արմեն Էլբակյանը ոնց որ թե ծնվել է Սունդուկյանի անվան թատրոնում եւ մեծացել է այդ կորիֆեյների կողքին եւ ներծծվել է Սունդուկյանի թատրոնի արյամբ։ Եվ այդ բոլորը հիմա երևում է, հիմա կա եւ իր բեմադրությունների մեջ եւ իր ապրելակերպի մեջ։ Ես կուզեմ, որ իրենք առողջ լինեն, որովհետեւ դա ամենակարևոր բանն է։ Ես կուզեմ, որ բարեկեցիկ լինեն, կուզեմ, որ Արմենն ու Աննան կարողանան ուժ ունենալ իրենց թորներին, իրենց լիկայի հետ ավելի երկար ապրելու, որովհետև ահագին բան ունեն ինչպես պապիկ, ինչպես հայր, մայր ծնող տալու
Եվ երկրորդը, իրենք կարողանան ստեղծագործել շատ։ Ես կուզեմ Արմենին ու Աննային ֆիզիկապես ուժ, որ ավելի շատ կերպարներ ստեղծեն ու բեմի վրա ավելի շատ տեսնենք։ Ես օրինակ շատ նեղացել եմ Արմենից, որովհետև չի խաղում։ Ինքը ոչ միայն շատ լավ ռեժիսոր է, բայց շատ լավ դերասան է։ Կմաղթեմ առաջերտին խաղաղություն, երջանկություն, ապրեն խաղաղ երջանիկ երկրում։ Ես կցանկանայի այդ ընտանիքը մնար այդպեսին, ինչպեսին կա հիմա։ Երեքն էլ որպես ռեժիսորներ ունենան մեծ հաջողություններ։ Եվ երեքն էլ որպես դերասաններ ունենան մեծ հաջողություններ։ Ցավոք Արմեն Էլբակյանը հիմա չի խաղում, բայց ես կուզենայի, որ խաղար։ Ես կուզենայի, որ նոր կերպարներ կերտեր եւ երջանկություն եմ ցանկանում եւ ստեղծագործական հաջողություններ։ Այսօր զրուցեցինք, հիշեցինք, բայց գալիս է վաղը։ Եվ ինչ եք, պարոն Մովսիսյան, դուք մաղթում այս հրաշալի ընտանիքին։ Առաջին հերթին, որ դա միանգամից գալիս է իմ ուղեղի մեջ, մտքի մեջ, որ իրենց նպատակները, իրենց իղձերը, երազանքը կատարվի, թող այն ինչ որ արել է շարունակվի եւ մեր ժողովուրդը գա թատրոնից ստանա այն հզոր միտքը, փիլիսոփայությունը, մարդկային բոլոր այն ուժեղ հատկանիշները, որ մենք մատուցենք Արմենի միջոցով, Աննայի տաղանիչ ժողովրդին։ Ժողովուրդը պետք է մեզանից ստանա եւ ստանում է։ Ես ուզում եմ, որպեսզի մեր գործունեությունը, մեր թատրոնի բոլոր աշխատողները, դերասաններ, դերասանուհիներ միշտ լինեն երջանիկ, միասին, մեզ հետ միասին, Արմենի հետ, Աննայի հետ միասին։ Եվ ինչ կմաղթեք դուք ձեր ընտանիքին։ Լիլի, սկսենք քեզանից։ Նախ որ առողջ լինեն, այս տարի մի քիչ վախեցրել են ինձ, ու շատ երկար ապրեն, այդ իմ ծնողներին կմաղթեմ ու նաև կուզենամ, որ տեսնեն թորների, լավ եմ չես, և նաև ստեղծագործական այն ինչ որ իրենք երազում են, կուզենամ, որ կատարվի, որովհետև մեծ տարիքում երազանքները փոխվում են եւ կուզենամ, որ լրիվ ռեալիզացվի այն ինչ որ երազում են, թե մաման որպես դերասանուհի, թե պապան ինչ որ ուզում է որ բեմադրի, կմաղթեմ, որ կատարվի։ Ես ուզում եմ, որ իրենք լինեն ներքուստ, խաղաղ եւ երջանիկ։ Լիլին եւ իմ բալիկները, թորնիկները, որոնք արդեն մեծանում են եւ սկսում են ձևավորվել, ի ուրախություն մեզ, մեր աչքի առաջ, որ Լիլին լինի երջանիկ, իրոք, որ մեր ընտանիքից Աստված չպակասի, ոչ թե ինքը չի պակասում, որ մենք չհեռանանք։ Ես տեսել եմ իմ ընտանիքի վերափոխումը Աստծո շնորհիվ, եւ ես ուզում եմ, որ Լիկանել իր ընտանիքը կառուցի այդ հիմքերի վրա, եւ մենք երբեք մեր երեսը չդարձնենք իրենից եւ չփորձենք անել առանց իրեն ինքնուրույն բաներ։ Մենք պիտի ինքնուրույն լինենք, բայց համագործակցելով եւ միշտ Աստծուն դնելով առաջ տեղը։ Ես երկուսի հետ էլ լրիվ համաձայն։ Ավելի չեմ կարող։ Այ էսա տաղանդը, թատրոնն է էսա։ Բայց մաղթի, արխիվացնում ենք։ Մաղթեմ, ճանաչել իմաստություն եւ սկարանտ իմանալ զբանս հանճարով։ Ուզեմ ոչ միայն մեր ընտանիքին, ամբողջ հայ ժողովրդին։ Ամբողջ հայ ժողովրդին։ Մաղթում եմ։ Մի անգամ ասել էիք, ընտանիք ամենահրաշալի վայրն է, որտեղ կարելի է ցանել ու ներդնել, որովհետև հետո հազարապատիկը հնձում ես։ Օրվա եւ այս բացառիկ խորհրդով թող ձեր ամեն օրվա ցանածի բերքը միշտ շատ առատ լինի։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք առաջինը։